մեծ ոզներիցան, Ռուսաստանի հայրենիցան նախնիկամներն դուք այնպիսի մեր արդյունքների սկսում, որ դա այսօր ընտրապես չեմ համարում, դա 17-ական կրկիրա։ Ես բանի պատասխանատվության հարցատվել է, որ այդ ժամանակ տվել է համագումարի ժամանակ միջավայրիկա չպես պատասխանել։ Ես այդ մարդերից եմ այդ հարցատվել էին Ամերիկայում, առաջավոր անգամ Ամերիկայում, դա այդ հարցը պատասխանել։ Գիտեք, ես դրադառնամ, ես 1978 թվականից, 77 թվականից, այն ժամանակ սոցիալիզացիոն էր, գործողվեցի Ռադեկով, Նացի Ռուսաստան և աշխատում էի Ռուսաստանի միութենական էլեկտրոնային արդյունաբերության նախարարությունում։ Կառավարման բավականին մեծ պաշտոն։ Եվ այդտեղ աշխատելով բավականին մեծ գործեր բերելով սոցիալիզացիայի ժամանակ և սոցիալիզացիոնից հետո շատերով միջազգային արենայում ես վերջին 25-30 տարիների ընթացքում զբաղվել եմ տարբեր արտաքին տնտեսական զարգացման խնդիրներով Ռուսաստանում։ Ես եղել եմ 11 երկրների բիզնեսի գործարար խորհրդի նախագահ։ Այնպիսին էլ ինչպես մի քանի դեպքեր Ֆրանսիա, Հարավային Կորեա, Արգենտինա, Բրազիլիա, տարբեր երկրներ։ Եվ բոլոր երկրներում աշխատելով ունեմ բավականին 20 տարվա փորձ, ես ձեռք եմ բերել բավականին մեծ և սպեսիկներ և սպեսիկներ ամենակարևորը պրակտիկ փորձ, աշխատելու փորձ տարբեր երկրներում, տարբեր կուլտուրաների կարծեք Արգենտինա, Բրազիլիա կամ Հարավային Կորեա։ Այսինքն մենք կարող ենք տարբեր դաշտերում հասկանալ տարբերությունը, որն է, որտեղ ամեն մեկը ունի իր մոտեցումը իր կառավարման և իր տնտեսական զարգացման ծրագրերը։ Ես կարծում եմ այդ ամեն ինչ անցնելով իհարկե մեծ փորձեր բերեցի միջազգային կազմակերպությունների հետ, օրինակ ՄԱԿ-ի հետ աշխատելը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ աշխատելը, ամերիկյան տարբեր կառույցների հետ աշխատելը, ես օրինակ ամերիկյան Քենեդի կենտրոնի անդամ եմ 20 տարի, ես ամեն տարի գոնե մեկ անգամ, երկու անգամ մասնակցում եմ իրանք կազմակերպված կամ կողմից կազմակերպված տարբեր միջոցառումների, այդպես է տարբեր երկրների, Չինաստանի։ Այդ փորձերը ձեռք բերելով, այդ ամեն ինչը ձեռք բերելով, ես իհարկե տեսնելով այսօրվա իրավիճակը, այդ ամեն ինչ ունենալով, գիտեք, ես այդպես չի, որ եթե ես իմացել եմ, թե ինչու եմ զբաղվում կդարմանում, դուք ինքները չգիտեք, ինչքան ես աշխատանք ունեմ անել։ Այդպես չի, որ ես որ աշխատանք չունեմ, կամ որ ձեզ չկա, ես ինձ աշխատանք եմ անգարել, որ դուք շատ տերերով գրում եք, բիզնես եմ անգարել։ Ձեզ ֆանտազիա չի եկում, ինչքան ես անելու ձեզ հավատալ եք։ Հիմա Միրոտ է, ես կտրում լսեք, դուք լսեք, գիտեք, ձեր համար վերջն է, սա կարևոր է, սա կապնված է երկրի զարգացման, սա կապնված է ես դուք հարցուվել եք լսեք, ես չեմ լսեք, եթե դուք ուզում եք մակերեսայի, դուք գնացեք ուրիշի հարցեք, ուրիշի մակերեսայի ձեզ պատասխանի, մակերեսայի դուք հարցուներ ստացեք, ես վրա վերջացում եմ։ Գիտեք, այդ ամեն ինչ ունենալով, դա այդպես չի, որ գիտեք, այդ որոշումը գիշերը քննելը, այնպես չեն քննի, ուզեցել եմ շուտ կուսակցություն բացել եմ կամ այնպես կուսակցություն քաղաքական դա ձեր համար սաղուպար է, իմ համար նավնը սաղուպար չէ։ Եվ ամեն ինչ ձեր բերելով, այս ամբողջ տարիների աշխատանքը ցույց տվեց, ասենք Ռուսաստանի հայրենիքական կազմակերպելը, Ռուսաստանի հայրենիքական կայուն զարգացումը, Ռուսաստանի հայրենիքական իր տեղը գտնելով ոչ միայն այստեղ ամբողջ աշխարհում մեկ, այդ ամեն ինչը ցույց տվեց այսօր պատրաստ է ինչ-որ կան իմ հայրենիքի համար անչափ իմ համար կարևոր նշանակություն ունի, որտեղ չեմ կարող այստեղ հանգիստ լինել եւ որ տեսնում եմ այստեղ իրավիճակի մեջ է եւ որ տեսնում եմ որ այստեղ կարելի է օգնել այդ երկրին։ Ես չեմ ուզում որտեղ մեկը քննադատել, գիտեք ինչ այսպիսի մի տպավորություն եմ թողնում ձեր կողմից կամ ինձ որ ես ինչ-որ մի այնպիսի բան եմ անում, որ դա այդ ռոպի կարող է վնասել։ Ես այդ ամեն ինչ ունենալով, այդ ամբողջ փորձ ունենալով, ես որոշում եմ կայացրել, որպեսզի
Կար ժամանակում փորձել կազմել մի այնպիսի ծրագիր, որ կարող է այդ ծրագիրը, եթե ես կազմեմ այսպիսի մի ծրագիր, որ կարող է հասնել Հայաստանին, հայացքի, տնտեսական, քաղաքական, ամենբոլոր խնդիրներով, ես իհարկե կմասնակցեմ շրջությունների, այսինքն առաջիկա ընտրությունների դա մեր խորհրդարական ընտրությունների, նա ուրիշը չկա։ Դե իրոք էլ ես եկել, նա վերջացնել նախագահական, ես չգիտեմ, նախագահական ընտրություն կա, թե չկա, դու գիտեք։ Դե պարզ չի, բայց բոլոր համբերատար սպասեն և պարտքեն այն ժամանակ որոշում կհասնենք։ Ես այսի որոշում եմ կհասել։ Ես ասեմ, դա շատ կարևոր է, շատ կարևոր է։ Ես հիմա որոշումը կհասել եմ, ես հիմա աշխատում եմ, իմ համար աշխատում եմ բավականին մեծ քանակությամբ մարդիկ, տարբեր երկրներում, և Եվրոպայում, և Ամերիկայում, և այդ հիմա պետք է երևի սկսեմ նոյեմբերից Ռուսաստանում, աշխատում եք, պետք է մարդկանց քանակ ավելացվի, ես կազմեմ ծրագրեր։ Եթե ծրագրերը իրականանա, որտեղ այսօր հարց չկան ամենուր, որտեղ եթե տեսնեմ կան համապատասխան թիմ, համապատասխան քաղաքական ուժ միջազգային, կան համապատասխան երկրների ղեկավարների կամ մեծ բիզնեսի օգնություն և իրար հետ համագործակցելու մեխանիզմներ, իհարկե ես մարդին վերջնական որոշում կայացնեմ, ես գնալու եմ ընտրությունների թե չէ։ Ինչ որ մնում է իրավունք ունեմ, իրավունք չունեմ։ Ես հասկանում եմ իրավունք թերթն եք պետք այդ իրավունքից խոսնակ, բայց ես մեզ ասել, հավատացեք ես մոտավորապես մոտ 250-300 ունեմ իրավաբաններ, որ աշխատում են իմ համար և այստեղ և միջազգային տարբեր երկրներում։ Ես ասեմ ձեզ, իհարկե ես շատ լավ հասկանում եմ, որ ինչ օրենսդրություն ունենք և ինչպիսին է։ Ես կլինեմ ձեզ հայացեմ միայն իրավաբանական դաշտում, միայն առանց ինչ-որ մի խախտում անելու։ Խոսքը չի գնում իմ նախագահ լինելու կամ վարչապետ լինելու, խոսքը գնում է Հայաստանի զարգացման և իմ ունեցած հնարավորությունների ներդրումը երկրի զարգացման։ Այս դրան է խոսքը գնում։ Խոսքը գնում է այդ երկրի վիճակը լավացնելու։ Ես ձեզ ասեմ, թարմտես ոչ դրվեկի, ոչ քննադատելու եմ, ոչ ասելու եմ, դուք բոլորը ինձ լավ գիտեք Հայաստանի իրավիճակը։ Դուք բոլորը լավ գիտեք ինձ ինչա պետք Հայաստանի համար։ Ես իմ ուժերը, իմ հնարավորությունները օգտագործելու եմ ծրագրերի կազմման, թիմի ստեղծման և ուղիների, մեխանիզմների ստեղծմանը, թե ինչպես մենք ինչ ուժով ոնց պետք է մասնակցենք, ասենք մեզ, եթե մեկ այդի որոշում կայացնենք ընտրություններին։ Ես որ ձեզ ասել, գիտեք, սա մի այնպիսի խնդիր չի, ես գիտեք, որ բոլորը միայն դա է հետաքրում, սա գիտեք, նա կարում է նրանում, որ խնդիր է։ Այն ինչ որ ես անում եմ, այն մեզ բոլորի համար է անում, և ձեզ համար։ Եթե դուք մտածում եք, որ ես ասել եմ ասում, ես չեմ ներվանում, որտեղ ինչ ուզում եք գրեք, ինչ ուզում եք ասեք, որտեղ եթե ես մեղավոր լինեմ, կամ մի ուրիշ նպատակ ունենամ, թապես ասել մի բան անեմ մի այլ բան, ես կանհանգստանայի։ Այդ դուք անցնեն տարիներ, դուք կարող եք դերասաններից ինքներ ավելի շատ փոշմանեք, կամ չէ։ Դուք կարող եք 15 տարի վերցեք, թե ես ինչ եմ ասել, կամ վերջի 55 տարի, որ ես կամ այ ես ասել, որ մի խնդիր չի եղել։ Բոլորը գիտեն ես որտեղից եմ, ինչ եմ արել և ինչ եմ ապարացում անել։ Մենք բոլորը լինելու ենք բաց, կապանցիկ և իրար հետ միասին, եթե որոշում կայացնենք, մենք գնալու ենք։ Այսքան է։ Պարոն Աբրամյանի, պատասխանեցիք հարցին, օրինակ երկիրը և կուսակցությունը։ Եվ մենք ոչ մի բան չենք արել, պարզապես հարց ենք ուղղում, պետք չի տենց վիրավորական նոտ։ Չէ, գիտեք ինչ կա, ես հիմա ձեզ ասեմ, որտեղ եթե ես որոշում կայացնեմ, երկու ճանապարհ ունենք։ Առաջինը, որը ավելի հավանական է, ասել նոր կուսակցություն։ Իրականում նոր կուսակցություն և նոր կուսակցության հետ միասին գնալ։ Կա և ես չեմ բացառում, որ հիշում մի կուսակցության հետ միասին գնալ։ Հավատացեք, ես չգիտեմ, դեր արդեն կուսակցությունները ես չգիտեմ ուսում։ Չկա, չեմ որոշել և չկա։ Ես ասեցի հավանականությունը որն է, որտեղ դա իմ համար երկրորդական է, կարևորը իմ համար ես ասեցի ծրագրերի այդ ծրագրերի պատրաստումն է, մեխանիզմներն է, ես տեսնեմ ինչ քաղաքական ուժ կարող եմ ստեղծել և միջազգային արենայում, ես բոլորին այդ փոխակցում եմ, հավատացեք, ես դա աշխատանք անում եմ, ես եղել եմ տարբեր միջազգային կառույցների առաջի ղեկավարների հետ
խորհրդակցում եմ, ասում եմ, եթե չկարող եք անել Հայաստանը, մեծ բիզնեսի, եւ այսօր հարգեցած Մոսկվայ, 100-ից ավել մարդիկ աշխատում են այդ ծրագրերի կազմակերպելու, մեխանիզմները գտնելու, պատրաստելու համար։ Եվ մենք դա ավելացնում ենք աշխատել։ Ես ոչինչ չեմ անում, ես նորից եմ կրկնում, որ ես եւ իմ կողմնակիցների, թիմակիցներ, որ լինելու են, ոչինչ որից է մի քաղաքացու, որից է մի հայ, որից է մի պետության ոչինչ չեմ անում։ Անելու եմ միայն Հայաստանի զարգացման համար, ես գիտեմ դուք այստեղ գրում են, որ Ռուսաստանի միայն Ռուսաստան ուզում են գաղթացին, այսինքն բանը երեք արդյոք ծավալն է։ Եթե Ռուսաստանի դարձը տվեցին, ասեմ իհարկե Ռուսաստանը մեր պարտներն է, որի իմանանք մեր ստարտիկ պարտներն է, Ռուսաստան Հայաստանը։ Գիտեք, մենք 3 միլիոնից ավել հայեր ունենք այնտեղ, մենք այսօր 300-400,000 հայ աշխատողներ ունենք, կամ բազաներ Ռուսաստանն են այստեղ, մեր սահմանում եւ այլ, եւ շատ է մտածել, Ռուսաստանը կարող դեր ունի, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է աշխատենք որից մի պետության հետ։ Ռուսաստանը այդ խնդիր չի դնում, չի դրել, ես խորհրդակցում եմ բոլորի հետ կապում։ Ես նույն բանը պատասխանել եմ Ամերիկայում, մենք պետք է բոլորի հետ աշխատենք։ Սա պետք է Հայաստանի դեմոկրատիկ, ազատ, անկախ, զարգացող մի պետություն, սա պետք է եւ տարածաշրջան եւ աշխարհի օրինակելի մի երկիր։ Պետք է Հայաստանի մենք այդ ամբողջ պոտենցիալը ունենք։ Ես հիմա այդ պոտենցիալի պայմաններն են անգամ, մեխանիզմներն են անգամ, այդ պետության կառուցման համար։